Հարգելի ուսանողներ, եկեք անցնենք հաջորդ թեմայի ուսումնասիրությանը։ Մենք արդեն գիտենք Գաուսի մեթոդով գծային հավասարումների համակարգի լուծելը, եկեք դա կատարելագործենք բերված աստիճանաձև տեսքի միջոցով։ Հիմա նայենք։ Ենթադրենք մեզ տված է կամայական մատրից։ Արդեն մենք գիտենք, որ կամայական մատրիցը կարելի է բերել չէ աստիճանաձև տեսքի, այսպես, եւ այլ, բազմաթիվ աստիճաններ, սա էլ վերջին աստիճանն է։ Գագաթների մասին այս պահին ինչ հատկություն գիտենք, որ նրանք բոլորը ոչ զրոյական են։ Նայեք, եթե սա ոչ զրոյական է, եթե մենք մեր այս մատրիցի հետ անեմ հետևյալ տարրական ձևափոխությունը։ A1 մինուս 1 R1 ինչ կկատարվի մեր մատրիցի հետ։ A1 կդառնա 1։ A1 սա կդառնա 1, այսպես նա գեղեցիկ 1 ստեղ սարքենք, այս մնացած կողքինները կփոխվեն, իսկ այս ներքևի զրոները որ կան, նրանց հետ ոչինչ չի կատարվի։ Հələ սպասեք շփոթեցնող հարց տամ, բայց այդ ինչ իրավունքով ես այս A1 գրեցի մինուս 1, բա որ դա զրոն էր։ Մենք գիտենք, որ գագաթային փոփոխությունը զրոյական չէ։ Լավ, բայց հասկանա 0 չէ, բայց չէ որ մենք մատրիցների վրա աշխատում ենք ցանկացած դաշտի վրա։ Ցանկացած դաշտ է, այդ A1-ն էլ աստված գիտի ինչ տարր է, բա ո՞նց է իր մինուս 1 աստիճանը գրում։ Դաշտի վրա կամայական ոչ զրոյական տարրն հապդաշտ։ Տեսնում եք ինչքան լավ մեր անցած սեմեստրից անցած դաշտի հասկացությունը կրկին անգամ գալիս է մեզ օգնելու դաշտի սահմանում մեջ կետ կար, որ հենց որ մի հատ տարր զրոյական չի, անպայման իր հակադարձը կա։ Լավ, նմանապես, եթե անելով համապատասխան տարրական ձևափոխություններ, մեկերի կարելի է վերածել բոլոր գագաթային փոփոխականները։ Մենք ունենանք ահա այս տեսքը։ Լավ, այս տեսքը ունեցանք։ Հիմա նայեք ահա այս տարրին, այս սրան։ Կամ այս մեկից վերև գտնվող առաջին իսկ տարրին։ Եթե սա 0-յա, լավ է, բայց ենթադրենք 0 չի 3-ա։ Եթե ես անեմ, կամ ավելի դուք ասեք, հնարավոր է տարրական ձևափոխություն անել, սա ենթադրենք R3 տողն է։ Տարրական ձևափոխություն այնպես անել, որ այս 3-ը վերածվի 0-ի։ Դուք ասեք, ինչ տարրական ձևափոխություն կարելի է անել։ R-1-ին գումարած -3R։ Ապրեք R-1-ին գումարած այսպես գումարած -3 անգամ R, չէ՞։ Դա որ անում ենք, ես սա մաքուր կրճատվում 0 է դառնում։ Հիմա այս նույն պրոցեդուրան ես կարող եմ անեմ այս սրանք բոլորը զրոյացնեմ, սրանք, այսինքն յուրաքանչյուր գագաթային սյան մեջ ես գագաթից վերև, տեսեք, գագաթից վերև ինչքան տարրեր կան, բոլորը զրոյացրել։ Հիմա մի հատ էլ բայց նայենք, իսկ այս գագաթային սյան մեջ գագաթից ներքև մնացած տարրերը ինչ էին։ Նույնպես զրոներ էին։ Այսինքն կարող եմ ես ասեմ, որ յուրաքանչյուր գագաթային սյան մեջ գագաթից բացի մնացած բոլոր տարրերը զրոներ են, իսկ գագաթները իրենք անպայման զրոներ են։ Հիմա եկեք այս ամեն ինչի մի հատ գեղեցիկ անուն տանք։ Մատրիցը կոչվում է, տրված ամատրիցը կոչվում է բերված աստիճանաձև տեսքի մատրից, եթե նա արդեն իսկ աստիճանաձև տեսքի է,
բոլոր գագաթները 1 են եւ գագաթից դուրս մնացած բոլոր տարրերը ինչ են 0-ական։ Թեորեմ կամայական մատրից, կամայական դաշտի վրա տրված համարժեք է որևէ մատրիցի բերված աստիճանաձև տեսքի կամ այլ խոսքերով ասած ինչ է նշանակում համարժեք է։ Կարելի է մեկից մյուսին անցնել, չէ, տարրական ձևափոխությունները, այսինքն մեր թեորեմի երկրորդ նախադասությունը ասում է նույն բանը մի քիչ ուրիշ խոսքերով։ Այսինքն կիրառելով տարրական ձևափոխություններ կարող ենք բերել A մատրիցը բերված աստիճանաձև տեսքի։ Եվ իդեպ նրա համար նշանակում է մտցվում, տեսեք, ասում է այդ մատ դա նշանակենք այսպես իր բերված աստիճանաձև տեսքը RR EFA։ Սա բացվում է sense reduced row echelon form for A։ Ստեղ մինչև առաջ գնալը ասենք, բայց Միրարկյան ինչի հատուկ նշանակում մտցվեց այսպես, այստեղ չէր կարող արդյոք ի տարբերություն բերված սովորական աստիճանաձև տեսքի։ Սովորական աստիճանաձև տեսքներ ինչի այսպես չնշանակեցինք։ Էն թող sense նշանակենք առանց մի հատիկ error, ref, այսինքն reduced row echelon form։ Ինչու նանես չնշանակեցինք։ Ինչ որ իդեա կա, Որտեղ են միակը չէ, այսինքն մատրիցի տարբեր ծավալներ։ Նա միակը չէ, որտեղ նույն մատրից կարող է անվերջ քանակությամբ աստիճանաձև տեսքեր ունենալ։ Հիմա որն է ref գրելով դա չենք հասկանում, թե դրանց որինի նկատի ունենք։ Այսինքն ստեղ մի քիչ ոնց որ այս նշանակումը գրելով ոնց որ ակնարկել ենք, որ սա միակն է ալնելու, բայց մեր ակնարկելով չի։ Մենք պարտ կա մեր վրա, պարտ կա ապացուցել, որ այս տեսքը միակն է։ Առայժմ պարզապես հասկանանք սա։ Իդեպ թեորեմի ապացույցը ինչու չկա այստեղ։ Արդեն ապացուցել Հաջան։ որ բերեցինք reduced row echelon տեսքի, արդեն իսկ պիտի ապացույցը էլի։ Այո, ապացույցը նախորդ էջում է։ Մենք գիտեինք, որ աստիճանաձև տեսքի բերվում է ցանկացած մատրից։ Բերեցինք։ Հետո այն նախորդ էջում արված գործողություններ արեցինք, գագաթները 1-ի վերածեցինք, գագաթից վերև 0-ի, գործը վերջացավ։ Հիմա, այստեղ մենք ալգորիթմ ունենք, թե ինչպես կարելի է ցանկացած մատրից աստիճանաձև տեսքի բերել եւ այս էլ ընդհանուր տեսքն է աստիճանաձև տեսքի, ընդհանուր ֆորմատն է։ Հիմա նայեք։ Ուրեմն հիմա տեսնենք, թե մեր աստիճանաձև տեսքը ինչ հետաքրքիր բարելավումներ կարող է մտցնի մեր Գաուսի մեթոդում։ Տեսեք, մենք անցած դասում անցանք, որ մի րոպե, եկեք վերադառնանք այս նկարին, որվա ավելի լավ է, ահա այս տեղին գանք, այս նկարին, տեսեք, մենք անցած դասին տեսանք, որ մեր աստիճանաձև տեսքը կարող է օգնել մեզ համակարգը լուծելու համար այսպես, տեսեք, աստիճանաձև տեսքից ելնելով վերականգնում ենք իրան համապատասխան համակարգը, համակարգում անջատում ենք ինչերը, համակարգում անջատում ենք գագաթայինությունները, այո, գագաթայինությունները, գագաթային փոփոխականները։ Հիմա դուք ինձ հետևյալն ասեք, իսկ եթե այս մեր մատրիցը ոչ թե աստիճանաձև տեսքիներ, այլ բերված աստիճանաձև տեսքիներ, ինչ կլներ, այստեղ -7 կարող է լինել, բոլոր գագաթները 1 են, այսինքն բոլոր գագաթային փոփոխականի գործակիցները ինչ կլինեին այս համապատասխան կետերում։ 1 էր, այսինքն այստեղ -7-ը չէր լինի, այսինքն հələ եկեք ջնջենք, ասենց վրայից։ Դրանից բացի, նայում եք, ասում է
Այստեղ, եթե ինքը ներ աստիճանաձև տեսքի, գագաթը կլներ 1, գագաթը կլներ 1, իսկ գագաթից վերև բոլոր տարրերը 0-ներ։ Գագաթից վերև բոլոր տարրերը 0-ներ, այսինքն ինչ կլներ։ Հələ տեսնենք ով է գլխին գնում։ Այս համակարգում ինչը փոխված կլներ։ X3 էլ չենք ունենա առաջի տողում։ Այս x3-ը ուզում եք ասեք մինուս x3-ը չէ չենք ունենա։ Հա, Այս մինուս x3-ը այսա չէր լինի, իսկ այս մինուս x4 այս սրանք կլնեին թե ոչ։ Չէ, չեմ։ Էդ էլ չէր լինի։ Դե հիմա նայեք, եթե սենց լներ, կստացվեր, որ մենք աճ մաս ենք, աճ մաս որ տեղափոխում ենք, եկեք միանք մեզ աճ մաս որ տեղափոխում ենք, այս սա չէր լինի, այս չէր լինի, այս սրանք էլ չէր լինի։ Նշանակում է, որ այս սա էլ չէր լինի։ Աճ մաս որ տեղափոխում ենք, ձախ կողմում կմնար պարզապես x1, x3, x4-ը հավասար է, իսկ ամեն մի բովանդակալից մասը տեղափոխված կլներ աճ մաս։ Հələ եկեք վերադառնանք մեր համապատասխան edge-ին։ Տեսեք, աճ մասը որ տեղափոխում ենք, մեր մոտ կստացվեր միայն գագաթային փոփոխականների արժեք, փոփոխականների տառերը հավասար են այս մի հատ արժեքի։ Սա ինչ մեծ բարելավում է մտցնում մեր գործունեության մեջ։ Դե գագաթային փոփոխականների լուծումները միանգամից երևում է։ Այո, արժեքները ստեղից միանգամից գրած է, նշանակում է այս ազատ փոփոխականների, չգիտեմ, ալֆա, բետա կամ ալֆա 1, ալֆա 2, ալֆա 3 չեմ անում ինչ արժեքներ կշնորենք ու էլ են հետադարձ տեղադրման պրոցեդուրը, որ ներքևից ելնում էինք վերև, դրա կարիքը չկար։ Կգրեինք սրա արժեքը ստեղից, նրա արժեքը ստեղից, նրա արժեքը ստեղից։ Եղավ։ Դե եկեք հələ վերադառնանք օրինակի, այս նույն օրինակն է, բայց այս անգամ ուզում ենք բերված աստիճանաձև մատրիցով լուծենք։ Նախ առաջի քայլ անում ենք, ասենց քայլեր գալիս ենք իր աստիճանաձև տեսքին։ Աստիճանաձև տեսքը, տեսեք, այստեղ այսպիսի մի նրբություն կա, մինչև առաջ գնալը մենք պարտավոր ենք, չենք կարող ստեղից միանգամից անցնենք բերված աստիճանաձև տեսքին։ Մենք պարտավոր ենք որոշ եզրակացություն անել, դատողություն անել այս մատրիցից ելնելով նոր առաջ շարժվել։ Այդ ինչ դատողություն է։ Չէ՞ որ այս մատրիցը կարող է ինքը համատեղելի չլինել, այսինքն լուծում չունենալ։ Եթե ինքը լուծում չունենար, այս կետից արդեն կզգացվեր։ Այդ n-ի եւ r-ի հետ կապ։ Ահա, հայտանիշը ո՞րն էր, որպեսզի ինքը լուծում ունենար, պետք է վերջի սյունը գագաթային չլիներ։ Այսինքն, ստեղ մենք հասնում ենք աստիճանաձև տեսքին, տեսեք, արդեն հավեսով կարող ենք անջատենք ինչերը, նշենք զրոյական տողերը, ոչ զրոյական տողերը, տեսնենք ովքեր են գագաթները, եւ այդտեղ ասում ենք, որ միայն մեզ ստեղ պետք է ընդհանուր մի դիտողություն անել, ասել որ վերջի սյունը գագաթային չէ, ուստի համակարգը համոկտեղելի է։ Սա եթե ուսանողը չանի, միանգամից ստեղից անցնի, սկսի բերված աստիճանային ձևը հաշվել, առանց այդ դեկլարացիան անելու, այսպես ասած, դա մինուս է հաշվում, որովհետև կարևոր քայլը չի արվում։ Հետո տեղից ինչ ենք անում։ Ստեղ դե հիմա դուք ասեք, այս մեր մատրիցն է F։ Ինչու՞մ է կայանում բերված աստիճանաձև տեսքի հաշվումը։ Այդ փորձակիցները մեկ դարձնենք բոլոր առաջի երթին։ Այս մինուս 7-ը գործի խանգարում է։ Դարձնում ենք իրան 1, ինչ տարրական ձևափոխությամբ։ Բազմապատկում ենք իր հակադարձ։ Այո։ Դառնում է 1։
Լավ, հաջորդ քայլը ինչն է, ինչ ենք անում։ Դրանից վերև զրոներ ենք դարձնում։ Զրոներ ենք դարձնում, էլ կարիք չկա, չէ՞, մանրամասն կրկնել միշտ տարական ձևակերպությունները, բայց մի վարքյան, այս կես -2/7-ը, ինչի չենք բռնում այս տողը մի հատ է բաց պատկենք սրա -1-ով, որպեսզի ստեղ էլ մի հատ սիրուն 1 ունենանք։ Կարող է չենք կարող։ Կարող ենք։ Դա գագաթային չի։ Դա պետք էլ չի, բայց այն ուսանողները, որոնք որ հիմնովին չեն հասկացել այս ամեն ինչը, այլ ուղղակի քննությունից առաջ ձայնի արագությամբ կրկնել են տարբեր թեմաները, հավեսով մի հատ դարձնում բոլորը, սենց մեկ են դարձնում, հետո մի հատ է սա են հավեսի համար մեկ դարձնում։ Հետո մինչև սա մեկ են դարձնում, տեսնում են սա մեկից փախ տվեց, ու այդպես շարունակ։ Լավ, ինչ որ է, սա են 0 դարձնում, սա են 0 դարձնում, վերջացել է գործը, թե մի բան էլ է մնացել անելու։ Ընտեղ մեկի վերև նպտի 0 սարք այդ է։ Սա, հետո էլ սա, չէ։ Չէ, ինքը Չէ, դա կագատային պետք չի։ Ստացանք այս մեր մատրիցը։ Տեսեք, հələ ստուգենք սահմանումը։ Բոլոր գագաթները 1 են։ Գագաթային սյունում 1-ից բացի բոլոր տարրերը 0 են։ Բոլոր սահմանում եկավ 1-1-ին մաքուր ընկավ։ Բա հիմա ձեզ հարցնեմ, բա ինչի սա 1 չի։ Գագաթ չի։ Գագաթ չի։ Այսինքն մենք ունենք 4 հատ գագաթ, չէ՞, 1, 2, 3, 4։ 3 գագաթ։ Սա գագաթ չի, ճիշտ եք ասում։ Այսինքն գագաթ է 1, 2, 3, 4, ճիշտ եմ ասում։ Այն չէ, առաջին տողում երկրորդ մեկը գագաթ չի։ Ահա։ Բայց քանի որ արտակուտից դիսօրինակը դիտմամբ է սենց գրած, հələ նայեք, այս երկու մեկերը տեսնում եք ինչքան նման են իրար։ Եկեք գլուխ անեք, թե սրանցից որն է գագաթ, որը ոչ։ Դիտմամբ այսպես օրինակ այսպես է կազմված, որ այս շփոթեցուցիչ հատվածներ են։ Լավ, ստեղից են կողմ, եթե մենք գրում ենք մեր վերականգնում ենք մեր մատրիցը, ազատ փոփոխական է տանում ենք աճմաս, տեսնում եք ինչ լավ է ստացվում։ Ստեղ սիրուն մի սյունակով գրած են x1, x3, x4, հավեսով գրած են իր տակ-տակ, հաշվարկելու բան չկա։ Միայն միակ բանը էտենա, որ պետքա աճմաս տանել ազատ փոփոխականները, ասեք դրանց տալիս ենք արժեքներ, էլի ալֆա բետա արժեքներ, վերականգնում ենք ըստ դրանց ուրեմն գագաթային փոփոխականների արժեքները տեղադրում ենք իրաց տեղերում, ուշադիրեք, ստեղ էլ շատ ուսանողներ շփոթվում են, խառը-խշտիկ են տեղավորում, չի ստացվում։ Ստացվում է մեր համակարգը։ Եղավ։ Համակարգի ընդհանուր լուծումը։ Ալֆա բետան, այսքանից խնդրեմ հարցեր։ Նայեք, ավելի այսպես համակրելի տեսք ունի այս մեթոդը, այն համակարգերի համար, որոնք միակ լուծում են, այսինքն որոնք ազատ փոփոխական չունեն։ Նայեք, այս համակարգը, որ մենք մի քիչ առաջ դիտարկեցինք, բերվում է այս աստիճանաձև տեսքին, որից ստացվում է, ահա, ուրա, այս բերված աստիճանաձև տեսքը, եւ դուք ասեք, ստեղ կարիք կա արդյոք այստեղ գրել իրա, ահա, այս տեսքը համակարգ վերականգնելու կարիք կա արդյոք թե ոչ, հələ ուշադիր նայեք։ Կանոն միանգամից երևում է։ Այո, այսինքն ոչինչ տանջմաս տանելու կարիք չկա, բոլոր փոփոխականները գագաթային են, իրանք սիրուն շարված են ձախում, x1, x2, x3, իրանք արժեքներն սիրուն շարվածը աճում։ Այսինքն ստեղ ասում ենք պարզապես միակ լուծումն է, ահա էսա, որը վերջացավ։ Ահա։ Ուրեմն ստեղ բերված են նաև այլ օրինակներ, խնդրում ինքնուրույն նայեք, դրանք ստեղ օրինակա տեսեք, ինչի վրա օրինակա
վերջավոր դաշտի վրա եւ այսպես էսպես։ Ուրեմն այս մեթոդը, որը մենք մի քիչ առաջ ուսումնասիրեցինք, ինքը երկրորդ եղանակն է գծային հավասարների համակարգ լուծելու։ Ինքը կոչվում է Գաուս-Ժորդանի մեթոդ։ Գաուսը Կարլ Գաուսն է, իսկ այս Ժորդանը ուշադրություն դարձրեք, դա այն հայտնի Ժորդանը չի, որ ձեր մինչև մաթեմատիկայում հանդիպել է, այդ հայտնի Ժորդանը դա Կամիլ Ժորդանն է, որը որ ֆրանսիացի հայտնի մաթեմատիկոս է, Ժորդանյան ձև է, որ անցել եք, այդ որ դες գուցե լսել եք, այդ ինքն է։ Իսկ սա ուրիշ Ժորդան է, ինքը ինժեներ է եղել, հայտնի մաթեմատիկական հայտնագործություններ չի ունեցել, պարզապես ինքը կատարելագործել է, մի քիչ հարմար տեսքի է բերել Գաուսի մեթոդը։ Այո։ Այսքանով մենք ավարտեցինք, ահա այս մեր պարագրաֆը։ Խնդրեմ հարցեր։